Բարի երեկո։ Այսօր հարցեր ունենք ուղղելու մեր քաղաքական եւ իրավական էլիտային։ Այստեղ տեսնում եք երկրի վարչապետը եւ ամբողջ իրավական էլիտան, որից բացի ուրիշ տեղ չկա դիմելու։ Չկա։ Իմ հարցը վերաբերում է ձեզ, առաջնահերթ Տիկին Դատախազ, որովհետեւ օրեր առաջ, ամսի 2-ին եթերով ես ձեզ խնդրել էի, որպեսզի դուք պատասխանեք իմ բարձրացրած հարցերին կամ եւ պատասխանեք հանրային, այնպես որ առանձին մենախոսություն չլինի, մենազրույց չլինի, ես ձեզ հարցեր եմ բարձրացրել եւ այո, ես այդ իրավունք ունեմ, ինչպես նաեւ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եւ ես հիմա կնշեմ, թե ինչն է ինձ հետաքրքրում։ Նայեք, դուք նստել եք այդ զրահապատ պատուհանների ետևում ու ձեզ թվում է, որ դուք կտրվել եք ժողովրդից, բայց հարգելիս, մենք ենք ձեզ վարձել, որպեսզի դուք դատախազություն անեք, մենք գումար ենք տալիս, դուք անում եք դատախազություն։ Իհարկե չեմ ուզում համեմատեմ, բայց երբ որ մարդ բան որ է բերում կամ ինչ որ աշխատող է բերում եւ այդ աշխատողը լավ չի կատարում իր պարտականությունները, գործատուն պայմանագիրն է ցույց տալիս, մենք ձեր հետ ունենք պայմանագիր, ես չէ, ժողովուրդը ունի ձեր հետ պայմանագիր, պայմանագիրն է ցույց տալիս, ասում այս պարտականությունները լավ չեք անում, ինչու եք դուք խուսանավում հարցերին պատասխանելուց։ Այս անգամ չի լինելու, որ ասենք մենք ինչ որ հարցեր բարձրացնենք, մի երկու հատ քրեական վարույթ նախաձեռնեք, շպրտեք մեր դիմաց, նախ այդ քրեական վարույթները մեր տուն չենք տանելու, մեր անձնական գործերի համար դա պետք չի, մեր անձնական բարօրության համար պետք չի, դա ժողովրդի պահանջն է։ Մենք ձեզ աշխատավարձ տվողն ենք, հարգելիս, եւ դուք մեզ պետքա լինեք պարտադիր, լինեք հաշվետու։ Ինձ հետաքրքիր է։ Եվ այդ հաշվետվողականությունը, այդ թափանցիկությունը, այն որ դուք dear ladies and gentlemen-ներին պատմում եք, թե ոնց է աշխատում դատախազությունը, ես ուզում եմ, որ աչքս տեսնի։ Այսինքն մեր հրավերը ուժի մեջ է, եւ ես ձեզ չունեմ գլոբալ հարցեր տալու, ոնց որ ընդունված է, ՀԿ-ների այդ գլոբալ ինչ որ հարցեր եք քննարկում, կոնկրետ հարցեր եւ կոնկրետ պատասխաններ, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի, թե դուք ինչքան լավ եք աշխատում, Արտուր Դավթյանից ինչքան անգամ լավ եք աշխատում, միգուցե ավելի վատ եք աշխատում։ Մենք պետքա տանք այդ գնահատականը եւ պետքա որոշենք ձեր հետ պայմանագիր կնքում ենք, որ դուք հետագայում մեր երկրում անեք դատախազություն։ Գիտեք, երբ որ Արտուր Դավթյանը գնաց ու դուք եկաք, ժողովուրդը իրականում ուրախություն էր ապրում, մտածելով, որ Արտուր Դավթյանի գործելաձևը չի շարունակվի, բայց որ ճիշտը ասեմ, մեր բողոքներով համենայն դեպս ոչինչ չի փոխվել եւ Արտուր Դավթյանի ժամանակ ենք պայքարել դատախազության հետ եւ հիմա ենք պայքարում։ Այսինքն մեր արդյունավետ ժամանակը մենք ծախսում ենք մի գործունեության վրա, որը պետք է անեք դուք։ Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, գլոբալ, հետո պայքարում ենք դատախազության աշխատակիցների հետ, որոնք պայքարում են կոռուպցիայի պայքարողների դեմ։ Այսպես չի կարող շարունակվել եւ այո, դուք բոլորդ եւ դուք եւ ձեր ստորադաս դատախազները հաշվետու են ժողովրդի առջեւ, թե ինչ են անում։ Ես օրինակ ձեր վատ աշխատանքի արդյունք եմ գնահատում, որ պատկերացնում եք, եթե մենք 52 միլիոն եվրոյի 18 միլիոն, կարդամ էլի, սա վերաբերում է Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որը ամսի 2-ին էր կամ 3-ին, ես լավ չեմ հիշում օրը, երբ որ խոսվում էր Հայաստանի Հանրապետության ֆինանսավորման համար, այն ինչ որ արտահանմանն է վերաբերվում եւ խթանող գործողություններին, ես միանշանակ դեմ չեմ, բայց իմ համար անհասկանալի է, այստեղ գրում այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն այն 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի, որը քննարկվել է պարոն վարչապետ ձեր հետ։ Հիմա պարոն վարչապետ, եթե ձեր դատախազը լավ աշխատեր, միայն Արցախի ներդրումային հիմնադրամի թալանով
մեր մոտ արկա փաստերով 468 միլիոն դոլար է։ Նո թող եվրոյի վերածեն կլինի 400 միլիոն դոլար, բայց 400 միլիոն դոլար ստեղ էս ձեռքում դրած կա։ Ինչի պետքա տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը եվրոպացի հարկատուների գումարներ մեզ տա։ Մի դեպքով տիկին Վարդապետյան, այն որ 3 տարի է սենց մլմլում է ձեր մոտ այդ գործը, ես գալիս եմ, դուք ասում եք քնչականը լավ չի աշխատում, աշխատանքից ազատեք։ Եթե լավ չեն աշխատում, լավ չաշխատելու համար աշխատավարձ տանք, պրեմիա տանք, ինչի համար։ Այդ պարգևավճարը կարող է գիտեք տենց ուղղակի սենց մի հատ հավելավճար է, կից։ Հա, պարգևավճար տալիս են այն դեպքում, երբ որ աշխատանքները լավ է կատարում։ Ձեր աշխատակիցներն ասում են, տեսեք, քննչական կոմիտեն լավ չի աշխատում, մենք դրա համար չենք կարողանում։ Ես ինչու եմ այս գործի մասին խոսում։ Միայն 40 միլիոն եվրո Կոմիտաս Կարապետյանն է թալանել բերել, բայց Ուրսուլա ֆոն դեր Լայենի 52 միլիոնի 40 միլիոնը փակեք։ Ինչի՞ չեք փակում։ Ինչ ենք ստեղից ընդեղից փող մուրում, երբ որ մենք 100 միլիարդ դոլարավոր, 100 միլիարդ դոլարներ թալանած հարուստներ ունենք։ Այս 8 տարի այդ գողունը հետա բերվում, այտենց այն որ ըլնում է ջուրը ճլում է, կատ 15 միլիոն դրամ հետ բերեցին 30 միլիոն դրամ։ Հարց եմ տալիս, փաստացի Եվրոպական գործընկերներին ճիշտ տեղեկատվություն չի տրամադրում, պարոն Փաշինյան, ես չգիտեմ, դուք տեղյակ եք թե չէ այդ թվերից։ Մի հատ Կոմիտաս ֆոն դեր Լայենի տվածը կփագեր։ Ինչի 3 տարի, ըլնում ենք արդեն հեսա 4 տարվա մեջ ենք մտնում, տիկին դատախազ։ Ձեր նախաքննական մարմինները չեն աշխատում, ոնց որ դուք եք ասում, չեն աշխատում, նստեք, դուք այդ աշխատանքը արեք, կամ ասեք վատ աշխատանքի համար պետք է այդ երկու նախաքննական մարմինը փագենք, էլ պետքը չի։ Հիմա մենք ում կարակը չենք ընկել ձեր ձեռքը, ու դուք դեռ դատախազություն եք անում, որ մեկը ասեմ, այս ԵՄ-ից պրծանք, որ այդ օրինակ ես, որ եվրոպացիներ մենք խապում ենք, ասում ենք մենք փող չունենք, մեզ հետ 52 միլիոն տվեք աջակցություն։ Պետք չէ այդ աջակցությունը, թալանը հետ բերեք, հələ մի բան էլ մենք իրանց կօգնենք, ինչ ա եղել, որ։ Հա, պարոն վարչապետ, տեղյակ եք ինչ թվերի մասին է խոսքը գնում նախաքննական մարմիններում ու ինչ թվեր են տակով արվում։ Օրինակ ինձ հետաքրքիր է։ Եվ այո, տիկին Վարդապետյան, ինչքան էլ դուք չուզենաք պատասխան տալ, ամեն դեպքում դուք պետքա պատասխան տաք։ Տալու եք այդ պատասխան, որտեվ ես ձեզնից ոչ քրորեն պատժելի հայտարարություններ եմ անում, գործատուներից մեկն էլ ես էլ ասել եմ, ես ուզում եմ տիկին Վարդապետյանն էլ իմ երկրի դատախազը ամենաբարձրագույն պաշտոններից մեկն եք զբաղեցնում, վերջն եք։ Ձեզնից հետո էլ չկա, այն որ մարդ մեկին ասում են, չէ, ասում են դու վերջն ես, այ դուք վերջն եք։ Ձեզնից հետո ում պետքա բողոքենք։ Ասեք, եթե մի բան սխալ է, գնացեք հաղորդում տվեք, գնացեք դատարան, դատարանից դատարան, կարող է գիտեք դուք փող եք ստանալու, մենք մեր ժամանակը ձեր բողոքարկումների վրա ծախսենք։ Եվ ամենահետաքրքիրը ինձ համար էլի, որ օրեր առաջ ամսի 2-ին ես բարձրաձայնում եմ եթերով, մատնանշելով ձեր դատախազների վատ աշխատանքը, դուք իմ հետ ինադի եք ընկել, ում հետ եք ինադի ընկել, ձեր գործատուի հետ, ես ձեր գործատուն եմ։ Պարոն վարչապետ, եթե չգիտի տիկին Վարդապետյանը, բացատրեք, որ մենք իրա գործատուն ենք։ Ես ասում եմ, այս մարդը լավ չի աշխատում, դուք տանում եք այդ մարդկանց առաջ խաղացման, հա, մեդալներ եք տալի այդ վատ աշխատող մարդկանց, այսինքն ուզում եք ասեք, շունը հաչի քամին փչի, հա, այդ հայկական ասացվածքով, այսինքն մենք ինչ ուզում ա խոսանք, դուք ձեր արածն անելու եք, դուք դիմես պատասխան տաք։ Հələ Արտուր Դավթյանը պիտի պատասխան տա։ Եթե դուք ձեր տեղում լինեիք, Արտուր Դավթյանը վաղուց ճաղերի հետևում կլիներ, բայց դա ձեր համար վտանգավոր պրակտիկա է, մտածում եք նախորդ դատախազ եթե ճաղերի հետևում լինի, ձեր հետնորդն էլ կարող է ձեզ ուղարկի, հա։ Էսի ճարհամարանքա ժողովրդի հանդեպ։ Բա որ հարկերը չտանք ինչու եք աշխատավարձ ստանալու։ Կոմիտաս Կարապետյանը դատախազությունում կաշառք չի տալիս, ինքը ուրիշ տեղ է տալիս։ Ընդեղից ձեզ փայ չեն տալու։
Դուք մի խառնեք, ժողովրդավարություն եք ասում, բաստիոն։ Բա եկեք պատասխան տվեք։ Ձեր պատասխանը չպետք է լինի ազգային ժողովում, որ sense թղթերն առնեք, հանցագործությունների բացահայտման եսիմ ինչ, այսքան տոկոս, այնքան տոկոս, չէ։ Մենք կոնկրետ հարցեր ունենք տալու, կամ հավաքել եք ladies and gentlemen-ին, պատմում եք, թե ինչ ժողովրդավար դատախազություն կա, թե դատախազության առաջնահերթությունները որ նա, բա ես էլ եմ ասում, էտա, դուք եք ասել, հիմա ձեզնից էլ պահանջում եմ ես, այդքան մարդ հավաքեցիք ladies and gentlemen honorable-ներին բան սաղ պատմեցիք, հիմա ես ասում եմ, ուրա, ու երբեք չփորձեք հիմա ասել, որ այս մի կառույցը լավ չի աշխատում, դրա համար, լավ չի աշխատում, բա դատախազություն ինչի համար է, որ են կոստյումը հագնի դատախազական, գա դատարանում մի բան կարդա ինքն էլ չհասկանա ինչ, հենա չեմ ուզում ուղղակի անձնավորեմ, պարգևատրված ձեր դատախազնա, եկել է դատարանում բլա ճառակարդում, սկի չի իմանում, որ մեղադրալը, ամբաստանյալը, չգիտեմ, դատարանում իրա դիմաց նստածը, նախկինում դատված եղե Մարինա Պողոսյանն է ցույց տալի խոսքս Արմեն Սարգսյանի մասին է։ Մի հատ ուրիշ դատախազ ունեք, նա այս այն դրանով դե խոսելու ենք այն Արմեն Մելիքյանի տղայով Միքայել Մելիքյանով, նա էլ է դատված եղել, գրածա դատված չի։ Այսինքն ձեր դուք իցեի հետ էլ չեք կարողանում աշխատեք Տիկին Վարդապետյան։ Չասեք քնչականը, բա դուք ինչի համար եք։ Փակվեք, մեր բոլոր պրետենզիաները կներկայացնենք մենակ Արթուր Պողոսյանին, Արթուր Նահապետյանին, փակվեք։ Մի աշխատեք։ 11 տարի, ես ուղղակի sense մանր բաներ եմ ասում, թող ձեր ղեկավարը լսի, 11 տարի մի ստանոկ էր մանգալի քնչականը, մեր կառույցի 3 հոգի մարդ են գնացինք այդ ստանոկը գտանք։ 11 տարի մի հատ դաչա են մանգալիս, որ քրեական վարույթով պետք է անցներ սնանկության, պետությանը պետք է այդ փողը գնա։ Ձեր քննիչները չեն գտնում, ես եմ գտնում, բա ձեր դատախազը ի՞նչն է վերահսկում։ Ի՞նչը։ Ինձնից հետաքրքիր է, ինչ վերահսկողությամբ ենք, մի աշխատեք էլի։ Դուք պատկերացնում եք, մենք ինչքան էկոնոմիա կանենք, այդ փողն է հետ կտանք Ուրսուլա ֆոն դեր Լայնին, ասենք այս դատախազությունը փակվել է, այդ աշխատավարձները, այդ պարգևավճարները մենք հետ ենք տալիս։ Ամեն օր եք լսելու ինձ, ամեն օր, որովհետև այսօր հանրային պահանջ է, այսօր գիտեք ինչ է, ժողովուրդը 18 թվին ինչի դուրս եկավ փողոց, որտև զզվել էր Արտուր Դավթյաններից, որտև զզվել էր այս իրավապահ համակարգից, այն որ տերովին տերն է տարել, անտերին գելն է տարել, այն որ մենակ քաղաքական հետապնդումներն է կարևոր, քաղաքական պատվերներ, հեսա ես ցույց եմ տալու, որ դուք dear ladies and gentlemen-ներին չխաբեք, որ մեր մոտ քաղաքական հետապնդումներ չկա, ինձ հետաքրքիր է։ Հիմա դուք Արտուր Դավթյանից ինչով եք տարբերվում։ Ոչ մի բանով։ Հələ այն ժամանակ ավելի զուսպ էին։ Գնում ենք միտինգ ենք անում, մտածում էին ինչ անեն, որ հանգարց շատ աղմուկ չլինի։ Դուք պրոստը թքած ունեք այդ զրահապատ պատուհաններից, ում վրա եք թքում, ժողովրդի որ ձեզ փող է տալի։ Մեր հաշվին եք ապրում, հանգարց չխառնեք իրար։ Հանգարց չխառնեք։ Այդ Եվրոպայից վերցած փողերը։ Դե էլ չեմ էլ հարցնում արդեն Արցախի ներդրումային հիմնադրամի փողերն ինչ եղավ, որտեվ իմ լեզուն մազոլ եղավ, բայց ձեր ականջները չեղավ մազոլ։ Դուք պատրաստ եք ամեն օր լսելու։ Մի հատ ուրիշ հարց էլ տամ, որ ասենք ինչ շատ հետաքրքիր է, թե ինչի մեր երկրում, հա, այսօր ասենք ես տեսել եմ, որ Գագիկ Ծառուկյանի տունն են մտնում, ես իմը դե զինված բան Լավ են անում, մեր երկրում կի օլիգարխ չլնի, այդ է դուք լավ աշխատեք, մենք օլիգարխ ընդհանրապես չենք ունենալ, ձեր 18 թվից էլ չէ, երբ որ դուք եկել եք պաշտոնի, բա ինչի եք նույն զինվածները չեն մտնում Հայկ Մարությանի տուն, ձեր պսևդո ընդդիմության տուն, պսևդո չի եղել, ռիալ ընդդիմություն է եղել, Տիկին Վարդապետյան, ոչ, եթե Ծառուկյանը իբրև ընդդիմությունա մտնում եք այտենց մասկի շոու եսիմ, ինչ ուզում եք արեք, ինքը ինձ ընդհանրապես չէ, տարգում ոչ ինձ ոչ Քոչարյանը ընդհանրապես, բայց հիմա հարց եմ տալիս, Հայկ Մարությանը, որ մենակ մի փոքր էպիզոդով, մոտարապես 400,000 եվրոին, այդ ես եմ գտե, մի հատ է դուք վրան ավելանայիք գտնեիք, ինչի չեք մտե տները գտնեք։ Ու մի մարդ, որ փումփուլիկը դոշից կախած են Էլիզաբեթի պես, ավտոների մեջից ձեր սրտի վարչապետին վերջի բառերն էր ասում, հիմա,
Եթե ես նման բառեր ասեմ, ինձ կտանեք պրոստը կփակեք։ Սկի չասածս տեղը չգիտեք ինչ անեք հետս։ Բայց այդ Հայկ Մարությանը, որ ձեր համար տենց ընդդիմություն էր, որ դուք չէիք ուզում, որ ինքը հակառակ կողմ էր, այդ խոսքի ազատություն էր, հա, էտեք ուզում ասեք ժողովրդավար ենք, չէ, ժողովրդավար չեք։ Դուք փաստացի ժողովրդին կամ մոլորեցրել եք, որ Հայկը ընդդիմություն է, որ ասենք Մարտիրոսը չգա իրական ընդդիմություն տեղը զբաղացնի, կամ ես չգիտեմ։ Ես չեմ ասում քաղաքական մոտիվներով։ Հայկ Մարության քաղաքացին, երբ որ իր խորհրդական եղել է դատավոր Կարեն Համբարձումյանը, որ այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանի number 1 դատավորներից է իրան համարում, իրանց աշխատանքի ընթացքում մենակ 3 կազմակերպությունով 400,000 եվրո են լափե, բայց ձեր առաջ խաղացրած Հայկույի Ղարիբյան Արամյանի հետ էր աշխատում, թե չգիտեմ ում հետ էր աշխատում, բերեցիք գլխավոր դատախազություն, որովհետև Հայկույի Ղարիբյանը 3 տարի եւ Արամյանը պայքարում էին, որ Հայկ Մարությանի վերաբերալ վարույթ չնախաձեռնվի։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, կարող է 400,000-ը մեր տուն եմ տանելու։ Չէ։ Բա ինչի չեք անում։ Ասենք ինչն է խտրական մոտեցումը։ Այն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անում եք, Հայկ Մարությանը չեք անում։ Պայմանավորվածություն կա ձեր մեջ։ Բասեք, պարոն վարչապետ, մենք էլ իմանանք, այդ ինչ պայմանավորվածությունն է։ Հայկ Մարությանը ի տարբերություն այդ անլեզուի, որ նա տենց մենակ սենց էշակցում արյուծի վանդակ, Հայկ Մարությանը առավոտ զարթնում էր վերջի բառերով, ձեզ անպատվում, գիշերը քնելուց անպատվում։ Հələ էդ էլ ես չեմ ասում խոսքի համար մենակ ինձ կարաք պատժեք։ Բախի չեք գնում Հայկ Մարությանի գույքերը Չեխիայում ստեղ ընդեղ տենակ, ասեք աղբեր ջան, ես դու ես ինչ ես տարել, հա Տիկին Վարդապետյան, ես ինչ խտրական մոտեցում է։ Հա։ Հետաքրքիր է։ Բախի չեք մտնում Վարդան Սրմակեշի տուն, ասեք Արցախի ներդրումային հիմնադրամի փողերը, որ մենք ուղարկել ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, որ լավ ապրեն, դու ուղարկել ես Virginian Island, դուք պատկերացնում եք, հա, որ մենք ուղարկել ենք Արցախ, արցախցիների համար, Սրմակեշը ընդեղից վերցրել ուղարկել է offshore։ Այսինքն մենք ստեղից օֆշոր ենք ֆինանսավորել, ինչի եք լռետիկին Վարդապետյան դրել ձեր տակը այդ գործը նստել։ Հետաքրքիր է։ Նույնը Հովիկ Աբրահամյանը, որ չասեն մենակ կոմիտասից է խոսում, նույնը Արման Հակոբյանը, այս իմ տված հաղորդումներն եմ ես խոսում, ու բազմաթիվ հաղորդումներ ունենք, ուղղակի ժամանակը չի հերիքում, էլի, համ հաղորդումը տանք, համ է բոքսի պերչատկե կհակնենք, գանք դատախազություն, տենանք թե մեր հետ ով է պայքարի մտնում, ամոթ է, ձեր դատախազները նույնիսկ իցեի տվյալներին չեն, բանամ, ասենք, մարդ է մեղադրար նստած դատախազը կանում են սիրուն կապույտ ֆորմայով կարդում չի ջոգում, որ իրա դիմաց մարդ է նստած, որ նորից դատված ա եղել։ Ես ասում եմ գալի եմ հեռախոսության նկարում, որ հետո գան դուք պաշտոն տակ, դա ինձ դի պաշտոնի բարձրացում տակ, որտեվ ես հասարակական սկզբունքներով դուրս եկավ, ես եմ աշխատում, բայց դուք չկաք, ես ձեր համար չեմ աշխատում, ժողովրդի համար, ու դուք հանգած չխառնեք, դուք ժողովրդին հաշվետու եք, վատ եք աշխատում, վերկացեք գնացեք։ Մի աշխատեք, հենա որ յանիմ աշխատում եք ինչ, իսկ նայեք, երբ որ խոսքը գնում է ինչ-որ մեր հաղորդում տված անձանց, ասում եք, հակակոռուպցիոն կոմիտեն վատ աշխատում, քննչական կոմիտեն վատ աշխատում, իրանք մենակ ուժեղ Հայաստան, թույլ Հայաստան, հայր Հայաստան, թոռ Հայաստան, պապ Հայաստան, չգիտեմ ընդ ես իմ ինչ Հայաստան, հա, մենակ այդ սութի էլի անիմ ընդդիմադիրների համար են աշխատում, որ գնան սրան բերեն, նրան կզացնեն, նրան պարկացնեն։ Այդ մի օր չտեսանք Հայկ Մարությանին պարկացնեն, Վարդան Սրմակեշին պարկացնեն, Հովիկ Աբրահամյանին պարկացնեն, Ոսկե ունիտազի կողքը, Կոմիտաս Կարապետյանին պարկացնեն, Արման Հակոբյանյանին պարկացնեն, որ մեկը ասեմ ես ձեզ, Նարեկ Կեսոյանին պարկացնեն, չեք կարա պարկացնեք, չեք կարա։ Այ ինչի չեք կարա, ես գիտեմ ինչի չեք կարա։ Փաստացի այսօր, dear ladies and gentlemen-ներին պետք է ասել, որ մեր երկրում այսօր դատախազություն աշխատում է քաղաքական պատվերով, հա, ով որ իրանց ձեռ չի տալիս մաքրում են, այն մնացածն է թողտես ծլվլան ու ճլճլան չի լինելու տենց։
Էլի եմ ասում, ես նողկում եմ բոլոր օլիգարխներից, որտեղ օլիգարխները բոլոր իմ համար գողցող են։ Highly գողցող բառ կա, highly shit, միտ օլիգարխ, իմ համար տարբերություն չկա, նրանք է մտել են մեր ջեբից են տարել, մեր գրպանից են տարել, որ դարել են օլիգարխ եւ իրավապահ համակարգի լոյալությամբ, թույլտվությամբ։ Ես էլ եմ երկրի դատախազ ինչ-որ մեկը դառնա օլիգարխ, չես գնա, բա ձեռից բռնես, ասես, էսի չես անում։ Չէ, բոլորը լինում է իրավապահ համակարգի թույլտվությամբ, ու դուք շարունակում եք։ Պարոն վարչապետ, եթե պետքա ձեր դատախազը սենց աշխատի, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հարկատու, ես չեմ ուզում տես դատախազ, ես չեմ ուզում հարկ տամ ինքը աշխատի։ Թող գա, մեզ պատասխան տա։ Ես այս հարցերը տարբեր տեսակի բարձրացնեմ, գործ առ գործ դնեմ սեղանին, թող ինքը գործ առ գործ ասի դուք սխալ եք, դուք այս հարցում ճիշտ չեք, dear lady, gentleman չկա ստե, մի հատ lady է։ Թող ասի, բախի չեք ասում Տիկին Վարդապետյան, այդ 5 րոպե չունեք ձեր փոխտվողի հետ զրուցեք, հա։ Ես եմ ձեր գործատուն, խի չեք իմ հետ դուրս գալիս եւ ուղիղ եթերով հարցը տալու եմ գործը պապկայով դնեմ ձեր մոտ, այմա որ չալարեմ վեր կանեմ ցույց կտամ քանի հատ պապկաներ ունենք։ Դուք դրա պատասխանը տալու եք, որ դուք չեք աշխատում, ուղակի չեք աշխատում, կամ աշխատում եք, ասում եմ, այս sense գնացին, մասկի շոու արեցին, սրան բերեցին, նրան բերեցին, նոր ընտրություններից հետո եք իմացել, հա, Գագիկ Ծառուկյանի եղելության մասին, մարդը այնքան մեծա, տունն էլ այնքան մեծա, ուզես չուզես կտենաս, ասենք անհնարին է, էլի այդ տուն են, որ գնում ես Գագիկ, կիլոմետրով գնում ես Գագիկ Ծառուկյանի տունն է, այսօր իմացաք դրա մասին։ Լավ, ինչքան ենք մենք այս շոու պրոգրամաներով ապրելու։ Նոր խորհրդարան, նոր եթերաշրջան, նոր նստաշրջան, հին դատախազ։ Դուք ինձ 5 տարբերություն կասեք ձեր եւ Արտուր Դավթյանի, ես կծնկեմ ձեզնից ներողություն կխնդրեմ։ Ինչ է արել Արտուր Դավթյանը, որ դուք այսօր չեք անում։ Սենց չի շարունակվելու։ 11 տարի քննվող գործեր, 10 տարի, 4-5 տարի չքննվող գործեր, բայց honorable ladies ու gentlemen-ին պատմում եք ձեր գործերը ոնց է, թե գիտեք մենք անգլերեն չգիտենք, հասցե չգիտենք, գրելու տեղ չգիտենք։ Այն խեշ կնոջնել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին բերեցիք, ասիկ Եվրոպայի հարկատուների, ասում եմ 52 միլիոնի 18 միլիոններ եմ տալ, ասենք պետք չի։ Մենք ունենք հենա Կոմիտաս Կարապետյանը, Ուրսուլա ֆոն դեր Լայն Փագում ակու փողը, ընդե մնում տակը մի 10 միլիոն, էտե սրմակեշը կփագի։ Սխալ եմ ասում։ Անընդհատ մուրացիկի կարգավիճակում լինենք, որտեվ դատախազությունը լավ չի աշխատում, ու մասին խոսում ենք առաջ խաղացում ու գժական պարգևավճարներ եք ստանում։ Չի լինելու Տիկին Վարդապետյան, չի լինելու։ Էլի եմ ասում, ուղղակի ես այդ փողոցային պայքարից զզվում եմ, բայց որ գամ դատախազության կողքը կանգնեմ, լիքը մարդ է հավաքվելու։ Ուղղակի ինչ չեմ ուզում, էլի Արտուր Դավթյան երկրորդ սեզոնը լինի այդտեղ։ Ես սպասում եմ ձեր հստակ պատասխանին, ոչ թե ձեր աշխատակիցների, ոչ 15 րոպե օր ու ժամ, թղթերը, գործերը առած բողոքները, ասենք 5 կիլո բողոք առնելու եմ, մենք կլեչը տեն Սադախլոյի տոպրակով, բերեմ դնեմ ձեր սեղանին, հատ նայեք ձեր, չգիտեմ, պուլտով եք կանչում, ոնց եք կանչում, ասեք թող պատասխան տան, որ ժողովուրդը տեսնի, վատ եք աշխատում, չեք աշխատելու, կգնանք կբերենք մեկին, որ աշխատի, կամ փակենք դատախազությունը, սպասում եմ ձեր արձագանքին, հանրային եւ ոչ թե առանձին, եթե ոչ, սենց չի անցնելու, չեք կարողանալու, թոզ փչեք որևէ մեկի աչքին, մենք այդքան հարուստ չենք, որ Եվրոպայից փող վերցնենք, ձեզ էլ լիքը աշխատավարձ տանք, դուք չաշխատեք, լիքը կարիքավոր ընտանիք կա, որոնց պետք է դա, դուք Արցախի բռնի տեղահանվածների հարց լուծեցիք, պարոն Փաշինը ձեզ էլ է հարցը վերաբերում, հենա 40 միլիոն են մեկը, 34 միլիոն են մեկը, 468 միլիոն փողա եկել ստեղ, այդ ես գիտեմ, և դա այդ բերված փողի մի տոկոսնա, այդ 468 միլիոնը տայք արցախցիներին, ընտանիքներին, 120,000 ընտանիք են, 120,000 մարդ են, տայք,
Տայք թող գնային, իրանց համար ապրեին։ Ոչ թե ստեղից ընդեղից օգնություն խնդրեք։ Հայազգը մուրացիկ չի, ոչ մեկի կարիքն էլ չունենք։ Մենք, որ մեզնից թալանած է, հետ բերենք եւ չաշխատողներին էլ աշխատավարձ չտանք, կլինենք աշխարհի ամենահարուստ երկիրը։ Լավ։ Այսքանը։ Սպասում եմ ձեր արձագանքին Տիկին Վարդապետյան եւ պարոն Փաշինյան։ Այս մյուս մարդկանց մասին բան չունեմ ասելու, որովհետեւ Նենց չոր գլխիս վրա եմ դրել, իրանց էլ եմ ասելու, այս պայն չունեմ, այս պայն ինչ ասում ես, նրանք ասում են դատախազությունն է բողոք տար, դատախազությունն ասում է, իրանք լավ չեն աշխատում ու տենց պասերով, չի լինելու այդ պասերը, չախվելու է, հələ որ այսքանը։